Հիմա բանակում ամեն ինչ իր տեղն է, որ զինվորը մի անգամ է հագուստ հագնում, առնում, ստանում մնացածը սա մայրերն են ուղարկում, մեկի ձենը ելնում է, Սերժի ժամանակ կոկորդն է, ես անձամբ ճղում էի կոկորդս, թե Սերժի ժամանակներում զինվորին հագուստներ չեն տալիս, պարբերաբար ծնողներն են առնում, բա Նիկոլ ջան, քո ժամանակ մի անգամ են տալիս, մնացածը հենց զորամասերի մոտակայքում թանկ ու կրակ վաճառում են, այդ զինվորները առնում են, դու տեղյակ չես այդ մասին, հələ գնացեք երթով զորամասերի մոտ պտտվեք, հələ թող խիղճ ունենա ամեն մի զինվոր ու զինվորի ծնող, ով որ Նիկոլ է ընտրել, ու ազնվորեն խոսի ու ասի, թե ինքը քանի անգամ պոստեր պահող տղային, ինչքան հաճախ է հագուստ փոխելու կարիք առաջանում, ու ով է ապահովում այդ հագուստները։ Ոնց էլի, ոնց էր այդ լինում։ Տեսեք Վահագն Ալեքսանյանը մինչև հիմա ասում է, ես որ ծառայում էի։ Վահագն Ալեքսանյանը կներեք մանդատով էլ չունի։ Ներքնաշորժ չունենալը դա ֆիզիկական խնդիր չի, դա հոգեբանական ու բարոյական խնդիր է։ Հասկանում եք։ Այդ սարքել էին մատի փաթաթան մինչև։ Հա, իհարկե, ցորեն են կերել, ցորեն եք կերել, Արցախ եք պահել, ցորեն եք կերել, թշնամին է ձեզնից վախեցել։ Լավ չի ցորեն ուտես քանկլումնիկ, բայց վախենաս թշնամուց։ Թշնամուն տեսնես գերի գնաս, ոչ թե կրակես ու սպանես։